Նիստի սկզբում ամբաստանյալներ ոստիկանների շահերի պաշտպանը միջնորդեց դատարանին արգելել նկարահանումները դատարանում, քանի որ ըստ նրա դա կարող է բացասաբար ազդել ամբաստանյալների հարազատների, վկաների եւ գործով մյուս մասնակիցների վրա։ Մենք դեմ չենք, որ տեղեկատվություն հաղորդի, բայց անընդհատ լուսահանում նկարանում խնդրում ենք։ Ես համաձայն չեմ միջնորդության հետ, համաձայն ձեր հայացքով։ Շահերարանը որը չի խաթարում, բայց եթե պաշտպանական փոխանցում միջնորդությունը հարցում, թողնում է դատարանը։ Դատարանը որոշեց հարգել կողմի միջնորդությունն ու մեջտեսախցիկները դուրս հրավիրվեցին։ Այնուհետև ցուցմունքներ տվեցին Անի Թաղամասի Լիլիա Գեղեցկության սրահի աշխատակիցները, ովքեր դեպքի օրը ականատես են եղել իրադարձությունների զարգացմանը։ Սրահի աշխատակից Վարսիկ Մելքոնյանը տեղեկացրեց, որ մի քանի վայրկյանների ընթացքում ինքը ականատես է եղել, թե ինչպես են երկու տղաներ դաժանաբար ծեծում երրորդին, ոտքով հարվածներ տեղում մարմնի տարբեր հատվածներին ու գլխին։ Այդ տեսնելով սրահի աշխատակիցները վիրավոր տղային տեղափոխում են իրենց մոտ եւ փորձում օգնություն ցուցաբերել, եւ մինչ իրեն զանգով տեղ կհասներ շտաբ բուժօգնությունը 10-15 րոպե անց սրահ են գալիս ոստիկանության աշխատակիցներն ու Տիգրանին տեղափոխում իրենց մոտ։ Այդ ընթացքում ըստ վկայի ցուցմունքի տուժածը որևէ բան չի խոսել, ընդամենը ասել է, որ ոչինչ չի հիշում, իսկ Տիգրանի մայրը հիշում է, որ տղան մինչև հիվանդանոց հասնելը գիտակցություն ունեցել է եւ որոշ բաներ հասցրել է պատմել։ Ինքը մեքենայի մեջ անմիջապես սկսեց պատմել եւ շորալով բան, դրա համար մենք անմիջապես տարանք հիվանդանոց էլ տուն չգնացինք։ Այդ ամեն ինչ այդ ժամանակ պատմեց, երկրորդ օրն էլ հիվանդանոցում Երևանի, երբ մենք մտնում ենք վերակենդան, դժվարությամբ քննգոդություն կար մոդը, բայց խոսում էր, լրիվ հարցերին պատասխանում էր։ Մյուս վկան Գեղեցկության սրահի մենեջեր Ռուզան Եղիազարյանը իր ցուցմունքում ավելի կծկտուր տեղեկություններ էր տալիս ու արտահայտված հուզմունք կար նրա խոսքում։ Դեպքի մանրամասները պատմելիս նա շարունակ պնդում էր, որ աղոտ է հիշում ինչ-որ բաներ, բայց երբ իրեն հիշեցնում էին դրանք, նա պատմում էր արտասվելով։ Սա տուժողի իրավահաջորդը բացատրեց վկաների վրա ճնշման գործադրմամբ։ Նաեւ, այո, որովհետեւ իրանց այդ պայվածքը դեռ վախվորած կանգնելը, դա է վկայում։ Բայց կարող է մարդը մոռանալ, երբ որ լացեղնելով պատմում այդ դեպքի մասին։ Ուրեմն ինչ-որ մի բանից վախենում է։ Վկան ինքը խոստովանեց, որ մինչև հիմա էլ ինքը վախենում է իր ընտանիքի համար, որ այսօր արդեն փոշմանել է, որ դեպքի պահին օգնություն է ցույց տվել Տիգրանին, եւ անցած 6 ամիսների ընթացքում ինքն ուղղակի ստրեսի մեջ է եղել։ Ահա թե ինչու նախաքննությանը ցուցմունք տալիս որոշ բաներ ուղղակի թաքցրել է։ Օրինակ այն, որ ինքը տեսել է, թե ինչպես են ծեծել Տիգրանին։ Ես չգիտեմ, համենայնպես երևի թե դա մեր քաղաքից է, որ մարդիկ վախ կապրեն, չեն ուզում, որ իրանց ցույց տան։ Ես չգիտեմ այլ։ Երբ հեշտը հասավ ամբաստանյալների ցուցմունք տալուն, վերջինները ժամանակ խնդրեցին դրան պատրաստվելու համար, եւ թեև այդ հանգամանքը զարմացրեց թե դատարանին եւ թե մյուս կողմերին, այնուամենայնիվ միջնորդությունը բավարարվեց եւ դատական նիստը հետաձգվեց 2 օրով։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Ադամյան, Գալանյուս։